Լավ չես, խեղճ ես, լավը չես, զավակս, որդիս, առաջնեկս, իմ թանկս, իմ լավը չես, մեջդ վրեժ չկա, ինչ իմացող է հարցնում եմ, գովում ու ծիծաղում է, իբր թե լավն ես, խղճով ես, և է ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում։ Իմ հերուք ու պապ իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր, բայց մի անգամ կես բերան ասել է, ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես ու ես քեզ ասում եմ, չպտի ենքան քաղցր լինես, որ կուլ տան, չպտի ենքան դառը լինես, որ թքեն, ասում ես խիղճ, բայց խիղճը գիտես երբ է խիղճ, երբ գազանի մեջ է, քոնը խիղճ չի, խիղճություն է։ Քու պապուին պատրոնավետիկի քնած, դանդաղ, բարի, են էլ ես ինչ իմանամ բարի թե վախկոտ, չեղած մի պուտ արյուն են ոնց կարողացավ մերանի պես կտրել քու մեջ իշխանի տված վարար, կատաղ է արյունը։ Թե այդքան դուրեկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու սպասել ու հավատալ, թե աշխարհը բարի է։ Էծը թուփ, գելը էծ, էծն ես թե թուփը, գելն ես թե էծը, որն ես։ Շեք, գեր, չեմ ուզում։ տարեկան է, հետում ես մարդի տալի։ Դարպասեցի։
Երկու որբեր, քուր ու աղբեր, կորած գնում էին հեռու, արևը վառ, ճամփան երկար, ոչ աղբյուր կար, ոչ առու։ Քույրը մեծ էր, ոնց որ լիներ կհամբերեր արևին, բայց աղբերը փոքրիկ էր դեռ, չէր դիմանում ծառավին։ Գնում էին գնում, տեսնում են ճամփին, կովի ոտնատեղ, մեջը լիքը ջուր։ Քուրիկ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ, ինչ կլինի թող խմեմ մի պուճուր։ Չէ աղբեր ջան, չէ դու կով կդառնաս, կովի կճեղի տեղից մի խմի, մի քիչ էլ կաց, քիչ էլ որ կենաս, արջևդ բաղ աղբյուր։ Նանը չհավանեց։ Նրանում ինչ կա, որ լավն ու վատ լինի։ Դեռ երեխա է։ Երեխա է, թող իր հոր տանը մեծանար։ Կնյազ իշխանի տանը էլ բան թողել, թե եղած ես է, սրբել բերել ես աղջի։ Կնյազ իշխանի տանը ես քոձ էի, ես այնտեղ մայր չունեի ապի։ Պահ, լեզուվել է բերել։ Եսի, ենքան մի անգամից եկար, ես ասի լեզուտ ընդեղ մոռացած կլինես։ Բարի, եզո, բարի, եզո, բարի։ Շնորհքը թորանցը տանը մնար, չբեր։ Տուններդ պալատ եք, սենյակ ունեք, միայն երեխայի պակասություն եք քաշում։ Լեզու։ Ացի, այդ բայ թե ուղիղ վանքեր ես գնում։ Հա։ Իշխան, գրել կտա Մոսկվա, քեզ բանտում փտեցնել կտա, մարի ինձ էստեղից տար։ Մորը սպանել ես, ինձ էլ ես սպանում։ Ես տշնամու երկրից ինձ տար։ Աղջի ամոթ է։ Հոկնիկ չի, բերեք կոլխոզի նախագահ տնենք։ Գնում ես, Սիմոն ջան։
Վախիլմի, հապի, վախիլմի։ Էստեղ շուտ-շուտ կգամ, շուտ-շուտ կերևա։ Սրամինը թող 1000 լի։ Արա, բուրժուական բաներ մի խոսի։ Արա ջանջի բուրժուականը որն է։ Մասնավոր սեփականություն է, ահա թե որն է։ Արա եկուց որ քուրս մի որս տղա բերի։ Եկուց այդ տղեն գտալու մեղր ուտի, դրան էլ պետք է բուրժուական ասես։ Մտածելու բան է։ Դե դու էլ մտածիր։ Սամո։ Սամո։ Այդ տղա չես լսում, Սամո։ Ինչ է։ Պարտկու պահանջի թղթին գրի փարանձեմին 60 ձու։ Որ հետը չես տանում, ես էլ չեմ գրի։ Դե լավ, Սամոյին հետս տարա հետո։ Կովն եկավ, հորթը չեկավ։ Հերդ հանդից եկավ տունը կրակ չկա, ջուր չկա։ Հերդ էլ սոված, ծարավ։ Իմ ինչ գործն է։ Այս տանն ինչ որ կա քոնն է տունն էլ հետը։ Պետք է չի։ Ախպերտել էր ասում։ Իսկ հիմա տես։ Մի ձմեռվա ուտելիք է ուղարկում նրա Սամոն։ Գիտես ինչ է ուղարկում։ Փաթաթի մեկ դիրեստեղ։ Հարսը տեսնես ինչ ցեղ է լինելու։ Ֆշանոցերի մի տեսակ կաշեք են անում իրենց մարդու վրա։ Այս մարդն իմն է։ Այդ մարդուն մայր չի ծնել։ Հենց այդպես պատրաստ եղել է։ Շեք լիներ։ Բարձր լիներ։ Երկար ծանր մազ ունենար։ Ծներ առողջ երեխաներ։ Եկուտ չեմ մյուս օրը հերդ գործից որ գա, կասես այ հեր, ամեն օր պետական, ուրիշներն իրենց խոտերը տարել են, մեր խոտը մնաց սարում, բա որ եկուտ ձուն դրեց, դժվար կլնի չի այ հեր։ Ոչինչ, թող մի քիչ ճվճվա։ Կմեծանաս, կգնաս անասնաբուժական համալսարան, կդառնաս անասնաբուժ։ Ճիշտ է Սամո ջան։ Կդառնաս անասնաբուժ, դե փաթաթի ու լսի։ Կգաս գյուղ։ Ուֆ։ Իչկս։ Հողի տակ հանգես չունենա քո պապիշխանը։ Աշխարհը լի գնա աղունիկ Սիմոնից մարդ սարքի, գոմից տուն սարքի, արմենակից արմենակ սարքի ու հիմել ոչ առողջություն կա ոչ էլ խնդալու սիրտ։ Էլի սկսեցիր։ Հիմա ձուն կկոտրեմ, հա։ Վեր թռի տեղից հետ։ Քամակը ծանր նստում ես քո պապավետիկի նման։ Աշխարհը հնձել բերել ես։ Հենձին հիմա այնտեղ խճճվել է։ Գրեցիր փարանձեմին 60 ձու։ Ես Սիմոնեն բանեցրե սրան մի տեսեք։ Դու բանեցնող ես, կբանեցնես։ Դու ինձանից ինչ ես ուզում։ Խաղակ։ Ապրես, որ այդպես երեսից նայում ու ասում ես։ Տղեն չպիտի վախենա։ Աչք-աչքին պիտի նայ ու ասի։ Դե հիմա լսիր։ Քաղաքն է ներկուսին տարավ։ Փեսեն աղջկան տարավ քաղաքն է ներկուսին։ Փեսի տարածը ետ կգա, քաղաքինը ոչ։ Քաղաքի տարածը է։ Մենք ես ու քո հերը քեզ ստեղծել ենք գյուղի համար ու մեզ համար։ Չստեղծեիք։ Քեզ ստեղծել ենք հատուկ գյուղի համար ու հատուկ մեզ համար։ Չստեղծեիք։ Բայց դե արդեն ստեղծել ենք։ Ձեզ խնդրող չկար։ Խի, լավ չի որ։ Էս լեն, առատ, լույս, ազատ աշխարհը, էս ապրուստը։ Ես ու քո հերն էլ քեզ ծառա։ Պետք է չի։ Պետք է։ Դու չգիտես որ պետք է։ Չես լսում, բանը կանչում է։ Որ եղբայրը զարթնեց։ Ասա Երևան է գնում։ Ժամանակ չունի գործ է գնում ու թռիր։
Աղայթար, սպասի, գալիս եմ։ Դե արի, արի։ Աշուն, դու քեզանից ինչ ես ուզում։ Ապրես, բայց քեզ մի պատրի։ Արի, ինչ լինելու է կլինի, քու ուզածով չի։ Արի, նանի ջան, արի։ Քեզ վրա չի հաճում, գիտի, որ մեր նանն ես։ Քու տղի տունն է, քեզ համար ազատ արի։ Ձեռդ տեղը, ոտդ տեղը, մեջքդ ուղիղ։ Ձեր նանին ուտելու եմ, այո։ Սիմոն, Էլի սկսեցիր։ տուն ենք սարքում։ Տուն ենք սարքում։ Այդ ինչով ես սարքում, աղջի։ Էս ձեռքերով։ Դե գնա սարքի։ Սիմոն, տուն ենք սարքում։ Տուն ենք սարքում։ Չեմ սարքում։ Գնա ինքդ սարքի։ Աղունիկ։ Աղունիկ։ Հայլի գաուրմա է։ Ձույ, տակը տեսնես ինչ կլինի։ Աղունիկ։ Էս բաներն ինչու ես կան հանել։ Էս յուղն ինչի է ստեղ։ Մի կովի մի տարվա յուղ, էսուր է դուրս տվել իր երեխայի ապրուստը, աղունիկ, աղունիկ։ Աղունիկ։ Ինչ է նանի ջան, հանանի ջան, այդ կարակն է, ուտելու համար է։ Նրանը գլխի աշխատանք, նա փայտ չի կրծում, պիտի ուտի, որ գլուխն ուժ ունենա, գրում է, գրում, ընձուն է, մի թանկ բան չի, 400 հատ, օրեկան 10 հատ մի ամիս, հետո էլ գնացողի հետ կուղարկեմ։ Հանանի ջան, հարսն էլ բարձր, շեկ, առողջ, ինձ համար խելքը թռցնում է, ասում է կամ դու արի քաղաք, կամ ես եմ գյուղ գալիս։ Ապրես, մատներիդ մատաղ։ Մի պճեղ սխտորի եմ եկել, աղջի։ Ունեմ։ Նայ, ես բոլորը տղայիդ շնորհքն է։ Սիմոնիդ մատներն ու իմ ջղերը։ Քու տնից մենակ էս է եկել իմ տուն ու լավ պահվում է։ Գիտես ինչի է պահվում։ Ձեռից ոտից որ ընկնես քեզ բերեմ դնեմ ես թախտին, երեսիդ էլ ընկուզենու մի ճյուղ դնեմ, որ ճանճերը երեսիդ չնստեն։ Հոտից փախչեն։ Ճյուղի հոտից, նանի ջան, քու հոտից չէ։ Լավն ես, շատ լավն ես, բերանտ էլ մաքուր պահի, շատ լավն ես։
Իմ բերանից մենակ ճիշտ խոսք է դուրս գալիս։ Ճիշտը ճիշտ է դուրս գալիս, բայց պետք է ներենք, համբերենք, սիրենք։ Թուրը թվանքով բան չի լինի, բալաջան։ Ես քո բալեն չեմ։ Ինձ Աստված անմեր է ստեղծել։ Դու իմ երեխայի կյանքը կերար։ Չուտեի այ կնիկ։ Էլ չուտեի, քնում, ուտում, թքում, ոտ էիք լվանում 20 մարդով մի տան մեջ։ Մեկը մեկի մի մազին չէր դիպչում։ Չէր դիպչում դրա համար էլ ամենաետնկածն էիք։ Բայց մեր տան հոգսը մեր տանն էր մնում։ Մեր հոգսի շունչը ոչ մեկի դնչին էլ չէր դիպչում։ Բայց դու իմ երեխայի կյանքը կերար, խայտարակարիր, ծիծաղատեղ դարձրիր երեխայիս գեղով մեկ։ Հորանց գնալիս դու ինում շորն էիր հակե, հա? Ինում շորն էիր հակե ապնի մեռնելուց, հիշի, ինումից բերեցիք ապնի քելեխի ալուրը, քարանց պարավնենն չէր ապնի մեռնելով տուն մտելու դուռը ներսից փակել, մահից էր վախում, մահից չէր վախում, քեզնից էր վախում, որ հիմի կգաս ու սքաշոր կուզես, ու հոգեհացի ալուր կուզես, ու հոգեհացի միս կուզես։ Մարդ բա կմեռնի ու իր տանը մի հոգեհացի պատրաստություն չունենա, բա դե իրավունք ունի մարդ կոչվի ու մեռնի։ Երեխայի ծիծաղատեղ եմ դարձրել։ Իմ դուռը գրնգի վրա բաց եղել, հարևանի առաջ էլ, անցվոր օտարականի առաջ էլ։ Ինչ իմանայի, որ իմ կարիքի օրը դուռ պիտի փակեն իմ դեմ։ Չլինի քո տեսակը, վերանա քո տեսակը, Աստծո գարան աշխարհքը փչացրիք։ Ես ձեր սերն էի ուզում, ես իմ երեխայի սերն էի ուզում, ամեն կին իր ամուսնու համար պիտի սեր լինի։ Ավետի կապին հնձից, գոմերից, ձմրան փայտատեղից ինչ կան եկել է, ես նրան տաշտակի մեջ եմ դրել ու տաք ջրով, գոլ ջրով լողացրել եմ։ Սիմոնս քեզանից սեր չտեսավ։ Գոմում ինչ սեր, գոմշի թրքի ու տնքոցի մեջ ինչ սեր։ Իմ ունեցածը գոմ էր, գոմ եմ տվել։ Սերը նեղորի համար է այ որդի, մարդիկ նեղության մեջ պիտի իրար սիրեն։ Լացեղի ոչինչ, բայց սխտորդ չմոռանաս։ Դե լավ, նանի ջան, ժամանակ չունեմ, գործ եմ գնում, ձեռից ոտից որ ընկնես են ժամանակ մի լավ կհիշենք, հիմա գործի վրա եմ, Երևան եմ գնում։ Չէ, կուսակցության գծով էր գնալու, բոլորը դողային ու հարգեին, հա, կենտրոնի ծանգահար էր, մայրս ինչպես է։ Արուս ջան, Արուս, ամանդ մինչև կլծվի արի, բան ցույց տամ։ Ինչ է, հեռու է։ Էդ վայ թե աղջի Երևան ես գնում։ Հա, քեզ համար ինչ բերեմ, գլխարկ բերեմ, ականջավոր գլխարկ, որ ամառն էլ հագնես ձմեռն էլ։ Մի հատ էլ կապիչ կբերես։ Կապիչ։ Բերանի կապիչ, իմ բերանը կապելու կապիչ, էդ է, հենց մտածում եմ սելին կապած անվնաս ձի եք, օծի պես կծում եք, օծի պես, օծի։ Գործի եմ գնում, այ գլխացավ, խանգարիչ է շատ է, խնդրում եմ, մի օր կտաս կսպանես։
երեխեն։ Աղջ երեխեն։ Այդ տեսա։ Արուշ ջան, պարավին մի լավ նալնեցի։ Հա, լաց էր լինում։ Արուշ ջան, Երևան եմ գնում։ Գնում եմ Արմենակից տնավորեմ։ Աղջիկն ինժեներ է, 150-նա է ստանում, 150-նա չհաշված հոնորարը։ Սրանք Երևան գնացող բեռներն են։ Շատ է թե քիչ։ Մեզ համար շատ է, քաղցծոց համար քիչ։ Քիչ է, բայց մեր քրտինքն է Արուշ ջան, ուրիշների պես գողություն չի։ Աղջի, վայ թե ինձ էլ նալնելու կանչեցիր։ Չէ։ Դու Արուսն ես, ես աղունն եմ։ Մեր մեջ պարտք ու պահանջ չկա։ Քեզ կանչեցի, որ նայես ու գովես ինձ։ Էս ինչ է։ Խալի չայ է, հարսս ոտների տակ փռելու։ Խեղճ աղջիկը ոչ ունեցած կլինի, ոչ տեսած։ Ունեցած կլինի, թող պակասություն չտեսնի, ունեցած չի լինի, թող ունենա։ Հարսդ ինժեներ է, տղետ ստանում է բուրբուր։ Էս ինչու ես այսքան տանում։ Բուրբուր ստանում է, բուրբուր էլ ծախսում է։ Նա մի գիշերում 4 արի գլխին քար է գցում։ Մի կովիկին։ Աղջի, ուժը հատած մարդի դերեսը դու ուտում ես, որ տանես քամուն տաս։ Սրանք ինձ դուրս էին գցելու, եկել էին քեզ ուզելու։ Պիտի հաջողվեր, պիտի գայիր, պիտի նայեիր Սիմոնի երեսին ու ծիծաղեիր, ինքն էլ քո երեսին ու ծիծաղեր լավ կլիներ։ Փիլոյի ճկույթի հետ չեմ փոխի։ Բարին մի տոննա բուրդ է մտնում քո տուն, ինչի՞ պիտի փոխեիր։ Քոնը չի բերում։ Հայտ կրծելով, այո, բերում է։ Քո ապրուստը իմից պակաս չի։ Դրա մասին արի չխոսենք Արուս։ Ես ռեալիստ մարդ եմ, խոսքը ճակատին որ չասեմ կհիվանդանամ։ Քո մարդը բերում է, իմը չի բերում։ Բայց իմ ունեցածը քոնից ավելին է, որովհետև այս տանկինը ես եմ։ Ինչ որ է աղուն, մարդդ մեղք է։ Դրա պատասխանն էլ Կարուս ջան, որպեսի մեղք չլինի, պիտի գողանալու խորամանկություն ունենա։ Չունի, պիտի վիզը ձգելով աշխատի։ Աշխարհը հեշտ է աղուն, բայց դու դժվարացնում ես։ Ու քեզ էլ ես տանջում, ուրիշներին էլ։ Պատերազմի ժամանակ մի փոր կարտոնով ապրում ենք ու հիշում ես ինչքան էի ծիծաղում։ Համար հեշտ է, վայ, չգողացողին։ Ջուրդ լցված կլինի, կրակին ճաշկ ունենաս, գնա Արուս ջան, քեզ գործից չգցեմ։ Էլ բան չունես ցույց տալու։ Մի բան էլ եմ մտածել Արուս ջան, բայց չգիտեմ կհավանես թե չես հավանի։ Արմենակիս ու իր կնոջը 1000 ռուբլ եմ ուզում տալ։ Փողը ձեռները չեմ տալիս, որ գնան թատրոն, ռեստորան։ Ես իմ ձեռքով ճաշասենյակ եմ առնում, դնեմ տանը։ Աղջի դու խելագար չես։ Աղջի դու խելագար ես։ Աղջի դու հիմար ես։ Թող հարսիդ հերն էլ թաղեմ, տղիդ հերն էլ անիծեմ։ Աղջի դու ես տունը սրբած տանում ես ում համար։ Դե տանում ես սուսուփուստարել ինձ ինչու ես կանչել։ Դու քաղաքիդ գլուխը հողեմ։ Քաղաքի պտուղ այդ հարսդ մեծացել է մաքրության ու փողի մեջ։ Դու էլ արուն արտասունքով մի քանի կոպեկ ես իրար գցել որ տանես նրանով անես։ Ասված է շատը շատ ինշան պոչ նախկատի։ Դե հիմա գնա Արուս ջան ջրի տու։ Լուրը տարկցի գյուղի բերանը։ Ասա Սիմոնի աղունը մի թախտով բաժանվել է։ Հիմա տղայի համար դաշնամուր է առնում։ Արուս։ Արուս, ես բախտավոր եմ թե անբախտ։ Մարդու նեղություն ես բերում աղուն ազնվությամբ։ Քու այդ հարսը մինչև հիմի որ լավ է ապրել։ Այդ դու չես լավ ապրել։ Ու հիմա էլ որ Արմենակի կինն է լինելու, Արմենակի տերը ինքն է լինելու։ Քոնը քո Սիմոնն է։ Ես այդպես եմ կարծում։ Իմ տղերքին ես տվել եմ առողջություն ու մի ձեռք անկողին։ Իմը Փիլոն է։ Այսօր երկուսով երկու հավ ենք կերել։ Իսկ այդ մի ձեռք անկողինն էլ իզուր եմ տվել։ Ինչ է եղել, աշխարհը լեն, որ կողմը նայում ես ապրուստ ու կյանք է թափած։ Դու ծիծաղելու սիրտ ուզիր, դու բախտավոր ես թե անբախտ դու կիմանաս, իսկ իմ մասին ես գոհ եմ, որ Արուսն եմ եւ ոչ թե աղունը։ Ես անբախտ եմ Արուս, իմ մերացուն դարպասեցին է եղել, իմ հերն իշխանն է եղել։ Ամեն մարդու ուրախությունն իրենից է գալիս աղուն ջան, բախտավոր է ուրիշներով չի բախտավոր, դժբախտ է, մեղավորը ուրիշները չեն։ Իմ երեխան գոմում է ծնվել։ Իմոնք որտեղ են ծնվել։ Ես քաղաք տեղից է եկել, դու հովիտից։ Քաղաքից մենակ դու ես եկել։ Իմ հոր պալատների իմ մարդու գոմը։ Դե լավ աղուն ջան, քեզ բարի ճանապարհ, իմ ճաշն էլ հիմի վառվեց։ Շնորհակալ եմ Արուս ջան։ Դու քաղաք տեղից էիր եկել, ես հովտից։ Երանի քեզ։
Մարդիկ գնում են Էսենտուկի, Օդեսա, արտասահման են գնում մարդիկ։ Դու հովիտ ապրողները մարդ չեն։ Էսենտուկի ու արտասահման բաց քամակ հիմարներ չկան։ Աղջի դե գործիդ գնա։ Ժուրնալիստների միությունը լավ տեղ է։ Այնտեղ տուն շուտ կտան։ Բա իհարկե, մի Հայաստան է մի ժուրնալիստների միություն։ Իսկ ինժեներու անասնաբույց ինչքան ասես կա։ Լավ արեց, որ գրողական ճյուղը զարգացրեց։ Ամեն մարդ իր կյանքն է ապրում։ Արմենակի ուրախությունն իրենն է։ Իսկ իմը կռևն է Սիմոնի հետ, որտի ցավն է, կարունների հետ կարտոֆիլի հոգսն է, ամառների հետ կովերի հոգսը, աշունների հետ ձմեռվա հոգսը, կեր, խմիր, ծախսիր բուրբուր, ծխիր, աղջիկ փոխիր, քո բաժին տանջանքը ես արդեն քաշել եմ, Պրոֆեսոր Սամոջան, ինչ է նշանակում, ներծծվել, Որ ասեմ, հետդ կտանես Երևան։ իսկ տիկին Սոֆին դեռ երկար մնաց ջահել, գրակոտ, փարթամ, և դեռ շատերին փոխեց, և այդպես էլ չպարավեց, և այդպես էլ չմեռավ, որովհետև մեռածները գերեզման են ունենում, իսկ նա չունի։ Երևի հալվել ներծծվել է աշխարհին, և աշխարհը որոշ չափով սոֆիացրել, մեռն եմ ճարտար լեզվիդ, աշխարհը որոշ չափով սոֆիացրել, ներծծվել, ներսծծվել։ Օրինակ ինչպես ներծծվել։ Քիչ չես կարդում, քո աղբերը քո տարիքին ասում էր Աուգուստ Բեբել, ես լամպը հանգցնում էի ինքը վառում էր, ես հանգցնում էի ինքը վառում էր։ Ներծծվելը այն է, ներծծվելն է էլի։ Այդ ինչպես է ներծծվելը։ Ծծվել, ներծծվել, ծծան, ներծծան, ծծիչ, ներծծիչ։ Տանում ես։ Սխալ է։ Տիկին Սոֆին հապա ինչպես է հալվել ներծծվել աշխարհին, աշխարհն էլ մի քիչ սոֆիացրել։ Տիկին Սոֆին ինչ է։ Տիկին Սոֆին կին է։ Եսիմ, երևի սխալ է գրված։ Ինչպես է սխալ գրած պրոֆեսոր Սամո, երևի։ Թվաբանության խնդիրը ինչպես է սխալ լինում։ Այդ աղբորդ գրածն է։ Բա դու ոնց ես կարդացել։ Տառերը ճանաչում ես։ Երևի։ Աղբերդ ասում է ինչը որ իմ պատմածն է գովում են, ինչը որ ինքն է ավելացնում չեն գովում։ Դե արի արտասանենք։ Տեսնենք ով չի սխալվել։ Ուրիշների գրածները։ Ես թութակ եմ։ Ես թութակ չեմ ընկեր Սամո։ Ուե, բայց մենք թութակ ենք, որ ուրիշների գրածները արտասանում ենք։ Թութակ եք, թութակից մի բան էլ անցեք։ Բա որ չեմ սովորում, ինչու ես ծեծում։ Ծեծում եմ, որ մարդ դառնաս, ձեռդ եղան չվերցնես։ Ով որ եղանը վերցնում մարդ չի։ Մարդ է։ Դու էլ եղան կվերցնես, Սամո ջան։ Հա, կվերցնեմ։ Մի ղեկավարել հետը որ բզիկ ես։ Էս խոտն ես տեղ դիր, էս դեզը լավ ծածկիր։ Կովերին ժամանակին խոտ տուր, որ եզները չուշացնես, որ թրիկը ժամանակին դուրս թափես։ Ես թրիկը չեմ թափում։ Կթափես։ Չեմ թափի։ Խելոք ես կթափես։ Կգովեն, աշխոր կգրեն, մի կիլո կարտոլ կտան կբերես հորդ, հերդ կուրախանա, կուտեք ու կապրեք, հա։ Քեզ ասացի չեմ թափի։ Քեզ ասացի ինձ հետ տար Երևան։ Չես թափի, բա ինչ կանես։ Մի խելացի պատասխան տուր քումերը թող ուրախանա։ Քումերը դատալ խոսքից ուրախացող է։ Ինձ պետք չի քո սուցերը։ Ինձ հետ տար Երևան։ Ցեք, ճամփան բաց է։ Ինձ էլ թողեք ես քարի տակին մենակ։ Ինչու ես մնում մենակ։ Բոլորն էլ էստեղ են էլի։ Ապրես, բոլորի լավություններին այդպես կպատասխանես։ Ինչ ես ասում է։ Չեմ հասկանում։ Վազի գյուղա մեջ։ Հերեդ հիմի եկել է։ Բերանը բաց մեկի դատարկ զրույց կանջ է կախել։ Շուտ։
Յարս եկավ։ Դե շուտ արի։ Ձին։ Ինչ աղջի։ Են ձին, որ հետը չտարարու են դեղից էստեղ ոտքով ես գալիս։ Ձին։ Գլուխ չունեն, խորամանկություն չունեն, ձեռներին ու ոտներին են զոր տալիս։ Բայց թե սրա ոտներն էլ են ցավում։ Գել ես աշխարհում, այս ցավով սա ոնց է ապրելու։ Սրան ինչի ունեցա։ Արմենակին քաղաքներ տարել, աղջկան փեսան, պարքըտ շատ աստված, Սիմոնին էլ մարդատեղ դնող կար, լիրպ Մայան էլ Սիմոնին էր տանում, Մայա, ծմակուտու Մայա, կատլետով, փափուկ ձվածեղով, լրպի ծիծաղով ու լրպի լացով, Մայա, լրպի սիրով, լավը լինեիր ապրեիր, Աստված առաջ մեղավորներին է վերցնում, հետո անմեղներին։
Համար հանգիստ կոտորվեցիք։ Կալը մնաց մեր վրա։ Էդ քիստը, էդ դարմանը, էդ ծանր պարկերը, էդ ջղան եզները, մահը թանկացնում է կյանքը։ Դրա համար էլ Նանի ջան, ես քեզ մահ չեմ ցանկանում։ Ես իմ հանկարծ մեռնես, հանկարծ մտածեմ, որ լավն էիր, գնացիր։ Ափսոս, որ մի անգամ ենք ապրում։ Ջան։ Երեխա ենք, աղջիկ ենք, հարս դեռ երեք էր, կարոտում ու սպասում էինք, չու։
Մնաք բարով դուք արոտներ սիրուն, ամառն անցկացավ, հոտն իջնում է տուն, մենք ձեզ մոտ կգանք նորեկ կարունքին, երբ զարթնեն ուրախ երգերը կրկին, երբ որ լանջերը զուգվեն կանաչով, երբ որ ջրերը հոսեն կարկաչով, մնաք բարով դուք արոտներ սիրուն, ամառն անցկացավ, հոտն իջնում է տուն։ Ապրես զավակս, որդիս, առաջնեկս, հույսս, ապրես։ Այհեր, բա, ներս ծծվել, չի։ Ներս ծծվել, չի։ Երևի։ Սիմոն, ամառն անցկացավ հոտն իջնում է տուն, ամառն անցկացավ հոտն իջնում է տուն։ Ինչ է աղջի։ Սիմոն, բանաստեղծներն ինչու են քիչ ապրում։ Քանի չեն մեռել, ապրվել էլի։ Եկավ, փիլիսոփա եկավ։ Ինչ է աղջի։ Հոպա։ Դիր գլխիդ։ Ինչ աղջի։ Դիր ասում եմ գլխիդ։ Գլուխ չունես, զորը ոտներիդ ես տվել, դե որ գլխիդ փոխարեն ոտներդ են չարչարվում, դիր ասում եմ գլխիդ։ Լվացողը կլվանա, դու այդ աղբի մեջ դեսուդեն պարարի։ Այդ ղասամո, ոտներիս համար մի բան բեր։ Մեկ է, ես գնամ եմ Երևան։ Լավ ես անելու։ Քան հետպես գաստ կանգնած ես, ու գնալու կարևոր տեղ չունես, կարելի է մի հարց տալ։ Տնտեսական, հոգնել ես, ինչի ես հոգնել։ Էլի սկսեցիք։ Ես քեզ չասացի ձիով գնա, ասած չեմ լինի։ Ես որտեղից իմանայի, որ հետ գալիս ավտո չի լինի։ Խելքից։ Չկա չունեմ։ Դրա համար էլ այդ վիճակին ես։ Էլի սկսեց անցկռիվը։ Դու երեխա ես, քո երեխայությանը կաց։ Թե ավտո է իր տել, շոֆերը կողքը դուրը տերեք։ Ապրես, մեկ այդպես բղավի, կոշիկ շպրտի, ասեն տղամարդ ես։ Թե չէ արագիլի պես։ Արի, հիմա լացի ժամանակ չի, հացի ժամանակ է, ամեն բան իր ժամանակն ունի։ Մեկ է, ես կգնամ Երևան։ Ախլացդ Երևանի համար է, բա ես էլ կարծում եմ հորդ համար է։ Ձիով շրխկալով թող գնար, ձիով շրխկալով գար։ Ճիշտը ես եմ, կռիվ չեր լինի։ Ճիշտը դու ես, ամբողջ օրը կռիվ։ Կռիվ։ Արի։ Ես իհարկե ներողություն, բայց կարելի է ձեզ հացի հրավիրել։ Մի վախեցի, հրեն մի պաշտպանել է ավելանում, ասում է ճիշտը դու ես ճիշտը, բայց դե ումն է պետք քո այդ ճշտությունը։ Լավ, ես ներողություն, բայց ես ոտն չէ քիչ առաջ կեղտոտ գետնին էին, քանի շարժվեցիր ապրես։ Իմ արևն աղուն։ Դե լավ։ Գնացինք։ Արի նստի։ Սամո բրդի բրդած կեր։ Չեմ բրդում։ Կեր։ Գաթան վերջում։
Ինչքան հանեցիր։ Ինչքան մնաց ամուսնյակ ջան։ Բանկում ինչքան որ կար հանել եմ, թողած ուտեմ։ Կեր, հավել եմ տալու։ Ինչքան է պակաս։ 100։ Լինելու է մի բան, որ լրիվ իմ ուզածով լինի։ Դե իմ գործը չի պարտկցա քո ծառ։ Չունի։ Բա ինչ ենք անելու։ Հաց ենք ուտելու։ Հացը չի փախ, չի պարտկա։ Հիմա չունեն։ Ուֆ, ծաղկա ծառին գնաս կչորանա։ Շուտ։ Չեմ խոսի։ Լավ։ Ձեր արդար հորը պաշտպանեցեք։ Կոմայրն է։ Արեցիր, մյուս անգամ չանես։ Քո կինը։ Մի ժամ առանց կռվի ապրեցեք։ Ճիշտն ինքն է։ Կեր։ Ձեր ճիշտն ինձ պետք չի։ Ես այստեղից կգնամ։ Դե բա իհարկե կգնաս։ Դե բա մենք ինչ մարդ ենք, որ մնաս մեզ մոտ։ Գյուղն ինչ է, որ գյուղում ապրես։ Կեր, հետո կմտածենք։ Էդ ինչի չկերար։ Կատլետ չէր, դրա համար չկերար։ Հենց ապրես։ Գնամ գամ քեզ համար մի փափուկ ձվածեղ եմ անելու։ Համեստացել ես։ Ձեն չես հանում։ Դուր։ Ախ չես քանը ոնց ես տանելու։ Տանելու մասին մտածող էր տակի տավտու լիներ։ Անդրանիկ, Ինչ է, ախպերո։ իդես նարի։ Պատրաստ եմ մինիստր ես։ Դուք օկտեմբերի մասին մտածիր։ Հարս մայրիկ, բայց ապրուստու ես գնում, որ էլ ետ չգաս։ Ես 50 տարում բա դու չկարողացար մի նոր բան մտածես տնաշել։ Այդ այս պարանը քաշի։ Օրակարգը չի փոխվում։ Լսիր, հայելու մոտ կողքիդ կկանգնեցնես ու կնայես, մինել կնայես, որ քեզ նմանը լավ է, երավակայիր չուզես, կասես չեմ ուզում, են երեխայի կյանքը կուտի։ Լեզու մենակ իմ դեմ ունեք, հասարակության մեջ Բա ափսոս չէ։ Տեր Աստված ես երբ ձերացավ, հագի շորը, ինքը,
Քաղաք գնալու մեր կոշիկն է։ Գնացինք։ Ուրեմն ինձ համար են ինչ էիր վերելու։ Ականջավոր գլխար։ Ապրես, մինել։ Բերանի կապիչ։ Հա։ Սամո, 3 օրով քեզ նշանակում եմ ես երկրի մինիստր։ Պետք է չի։ Նայիր, Ինչն է։ որովհետև մի անգամից սարքած ես գտել։ Գնա, քաշիր դա։ Գնացիր։ Շատ մի տխրի, գալու եմ ապրելու ենք, դու 100 տարի, ես էլ ինչքան ուզենամ։ Բարև նանի։ Բարև աղջի, էդ աղունը չես։ Սիմոնի աղունն եմ, իշխանի աղջիկն եմ, Արմենակի մայրն եմ, գնում եմ Երևան։ Դու ինձանից լավ ապրեցիր, բայց 10 տարի չկաս, բայց լերպի համբավդ կա, իսկ ես ինչ-որ կամ ես եմ։ Ոյ մի լիրպն էլ հրես, ոնց, ապրում ես կաս, պատերազմով էիր լավ ապրում, թե հիմա։ Աջան։ Ջանը գլխովը դիպչի հող եմ կուպչացած գլուխը։ Աղջի ամոտ։ Բանիդ կաց, պրծել է, հարսի ոտնաձայն, աղջիկա ծիծաղ, սրտի թփրտոց, ամեն բան լսել պրծել է, խուլ է, ոնց որ գերեզմանոցում լինի։ Անուշավան, 3 օրով ես ֆերմայի վարիչն ես։ Մելիքյանն ասաց։ Վերցրու։ Հա, չեմ մոռացել, որ լինի
կառնը։ Այսօր բարով քուրացու։ Գնում եմ Երևանից քեզ համար մի թափուր պաշտոն բերեմ։ Այս շան տղեկը վայթե քեզ պաշտոնի մոտիկ չեն թողնում։ Պաշտոն մարդիդ համար բեր։ Իմ մարդն աշխատանքի է սովոր։ Դու պաշտոնի։ Բայց ինչ ես փետը ձեռդ կալել։ Ցավում է հայ Աստծո, ցավում է սանտերը։ Որ մի թեթև պաշտոն տան կանցնի ցավդ։ Գնա Սամո ջան, գնա, ուշ է։ Ինձ բարի ճամփա, քեզ էլ բարի մինիստրություն 3 օրով։ Սամո ջան, գամ տեսնեմ են ճաշերն այնտեղ թթվել են։ Մուրաբաների վերջը տվել եք դու ու քո հերը։ Ուրուրը հավը տարավ, շուտ, գնա։ Իրենք գնում են Երևան, ինձ հավի պահակ են դնում։ Ես իրենց հավերի պահակն եմ։ Տանը իրել է աղջի հետդ մի 2 օրով։ Քաղաքի համը թող դա չտեսնի։ Բան չի իր ասում 60 է։ Աղջի առար։ Չէ։ Թողի որ մտահան անեն ու ասեն ինչ 60։ Տեսար ինչ աղջիկ է։ Հայկիններ։ Թեկուզ նա բան աստեղծե դու ոչ ոք, բայց դու նրա հերն ես։ Դու պիտի ասեիր ես քեզ հարմար եմ գտնում Հայկի աղջկան, ու նա պիտի ասեր հորս կամքն է։ Հայկի աղջկան։ Գյուղում գյուղացի, գեղեցկությունը քաղաքի, առողջությունը, աչքունքը։ Ամառն էլ ծով չէին գնա կգային ծմակուտ։ Ադե լեզուն 2 մետր է։ Ձեր կողքինով էլ լինի լեզուն 2 մետր է լինելու։ Քանի որ դուք անլեզու եք, ձեր շահն ուրիշն է պաշտպանելու։ Ես ո՞նց ես գալի, վայ թե ծանր է։ Ես եմ ծանր, ես։ Ծանր ես, իմ էլ ասա ծանր եմ, բանելու կարողություն չունեմ։ Մի ղեկավար, մի թեթև պաշտոն ուզի։ Ինչ ղեկավար։ Մարդկանց ղեկավար Սիմոն, ով բանելու կարողություն ունի, ով ծանր չի նրանց ղեկավար։ Այս քարն էստեղ դրեք, այս սյունն էստեղ տնկեք։ Այս գործն այսօր սկսեք, այս էքուց, հա? Ինչ է։ Մի թեթև պաշտոն, մի 5 մարդու ղեկավար։ Կորսրդենը ափսոս չի ուրակը։ Իհարկե ուրակը, իհարկե փետը, քարը, իհարկե ձեզ նման անխոզները։ Մարդիկ ծափ են տալիս երկնքից ոսկի է թափվում, դու դեռ ուրակ, դու դեռ ափսոս չեն քարու փետը։ Շուտ արի,
Դու չես հասկանում, որ խորամանկությունն էլ խելք է։ Ով գլուխ ունի խորամանկ է, ով գլուխ չունի ուրախ ու կացին է բանեցնում, քեզ ու քո աղբեր ընդրանիկի պես, ու քո տղա Արմենակի նման։ Խիսա ապրուստ է, որ տալիս ենք։ Խեղճ երեխան զրո տեղից է սկսելու, քանի որ հերը զրո է։ Դե կգրի կստանա էլի։ Դու քո ուրախով ինչ ես ստացել, որ նա գրելով ինչ ստանա։ Բան էիր ասում։ Ասեմ, որ տղայդ օգնելու մասին է խոսքը։ Այդա, հիմա էլ Արմենակն անօգնական դառավ։ Դու էլ ես հասկանում, որ անօգնական է, բայց ձեռիդ շնորհք չկա, ասում ես անօգնական չի։ Ինչ անեմ։ Գործը թող փոխի։ Գերոխում ես ժամանակում է պետք նրա գրելը։ Ձեռն ուրակ վերցնի։ Դու ինչ ես ուզում իմ ուրակից այ աղջի։ Էն եմ ուզում, որ գործ փոխելով չեն գործանում։ Գործ Սիմոն, իրենց փոխելով, իրենց փոխելով են անում։ Մի ոչ խարմորթի, ասա հա, ասա չեմ ունեցել, ասա ունեցել եմ գելը կերել է, տարդիր մի աղբյուրի մոտ մի ծառի տակ, գնա գյուղա մեջ, զանգտուր Երևան, ասա իմ Արմենակի ընկերներն եք, գյուղացի մարդ եմ, ձեր գրածներից բան չեմ հասկանում, մտքովս անցել է ուզում եմ գյուղավարից ես պատիվ տամ, մի ավտո լծվեք եկեք, ասա հա, թող գանուտ են հացը ճամփա է բացում Սիմոն, ասա գյուղացի մարդ եմ, ձեր գրել մրելն ինձ պետք չի։ Արմենակիս ընկերներն եք, մտքովս անցավ։ Եղավ։ Ոսկին ծափով այդպես է թափվում Սիմոն։ Թե չէ ասում են ոսկի էլ հասկանում ես, ասում են ծափ ես հասկանում։ Կգան, կլափեն, կթափեն, կջարդեն, կծիծաղեն, կկարծեն ոչխարը հանդի պտուղ է, ծառից է կաթել, երկելով ու ետ տալով կգնան ու չեն տպի, քանի որ Արմենակն ինձ նման հաստակող է, քեզ նման խեղճ։ Ինչ եք ուզում դուք ինձանից, բերել եմ, պորտներդ կտրել եմ, տվել եմ աշխարհին, գնացեք ձեզ համար ապրեք, ինչ եք ուզում դուք ինձանից։ Ես լեն, մեծ աշխարհում, ինչ եք պտտվում գալիս դեմս գերի լինում։ Ես ձեր հոգսատարն եմ։ Լավ աղուն ջան, ճամփի վրա ես։ Դեսը տուր, ես սովոր եմ կտանեմ։ Գնա, ինձ պետք չես, ում որ պետք ես գնա նրա մոտ։ Դերադեղի քուտեսն ու արկողի հելն անից եմ։ Դու հոգնել ես, նստի մի քիչ հանգստացի, հետո կամաց կգաս։ Բերը ճիշտ եք կապել, շնորհակալ է։ Վերի թաղից ով կա եկող։ Սիմոն, չես գալիս։ Սիմոն, գերեզմաններից վախենում եմ։ Ես հետդ ինչից ես վախենում։ Դու քո աղունինն ես։
Իսկ ես անտեր շամպես սրա նրա թևի տակին։ Դե հետդ բերեի երեխեքից մեկին։ Երեխեքը քեռոնցն են ասացի։ Դու ես բերը տանողը չես։ Մինել եմ ասում, զանգ տանք թող ինքը գա։ Ինքը ոչ մեր կարիքն է զգում, ոչ էլ մեր փալաս փուլուսի։ Հիմար քիչ խոսիր։ Վերահատուկ բախտ է։ Ոչ մեկի գլուխը յուղ ու մեղրի մեջ չի։ Իմը հատուկ կարգով։ Դե որ այդպես է, կասե Զաքսի համար վրազիլ մի։ Հերդ հատուկ խնդրեց, ասած Զաքսի համար չվրազես։ Ուզում է վրազի, ուզում է ոչ։ Իմը ծմակուտն է, ու ծմակուտ դու։ Շոֆերին ասել եմ, կողքին քեզ համար տեղ պիտի պահած լինի։ Բեռներդ վերև դնենք, դու շոֆերի կողքին նստիր, հանգիստ կլինես։ Այո, խելքդ։ Բեռներս վերև դնեմ, որ հովտեցիկ նստելու փափուկ տեղ գտնեն։